Այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, Սուրբ Հոգու գալուստի կարևորության մասին է։ Մենք նշեցինք Պենտեկոստեի օրը, Կիրակի օրը, եւ հոգեգալստյան տոնն է, երբ որ Հիսուս Քրիստոս խոստացավ եւ իր խոստումը կատարեց, քանի որ ինքը հավատարիմ է ամեն մի խոսքին եւ ամեն մի խոստմանը, որ խոստացել է մեզ, եւ իր խոսքերը այո եւ ամեն են։ Այս նյութը ընտրեցի, որպեսզի մենք հասկանանք, որն է դերը Սուրբ Հոգու այս աշխարհի մեջ եւ մեր կյանքերի մեջ։ Ինչու համար եկավ Սուրբ Հոգին։ Պիտի ընթերցանեմ Հովանու ավետարան 16-րդ գլուխ 7-րդ խոսքից։ Սակայն ճշմարտությունն եմ ասում ձեզ, ձեր օգտին է, որ ես գնամ, խոսողը Տեր Հիսուսն է։ Եթե ես չգնամ, Մխիթարիչը չի գա, այսինքն Սուրբ Հոգին։ Բայց երբ որ ես գնամ, ես կուղարկեմ նրան։ Եվ երբ նա գա, այսինքն Սուրբ Հոգին, նա աշխարհը պիտի հանդիմանի մեղքի համար, առաջինը մեղքի համար, արդարության համար եւ դատաստանի համար։ Այս երեք բաների համար է գալիս Սուրբ Հոգին, որպեսզի աշխարհը հանդիմանի մեղքի համար, արդարության համար եւ դատաստանի համար։ Մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հավատում։ Մարդու մեղքը այն չի լինելու, որ մարդը էս մեղքնագործում կամ այն մեղքնագործում, մարդու մեղքը պիտի համարվի, որ ինքը չհավատաց իր միակ փրկությանը, որի անունը Հիսուս Քրիստոս էր։ Արդարության համար, որովհետև ես իմ հոր մոտ եմ գնում, եւ ինձ այլևս դուք չեք տեսնի, եւ դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը, այսինքն Սատանան, դատապարտված է, հավիտյանս հավիտենից։ Հիսուս Քրիստոսի կատարած խաչովը, Հիսուս Քրիստոսի մահով ու մեռելներից հարությունովը Սատանան հավիտյան դատապարտված է եւ ոչ մի իշխանություն չունի, որովհետեւ Տերն է դատապարտել իրան, ոչ թե ես կամ դու։ Եվ ինչու այս նյութը ավելի հենց այս ժամանակների մեջ փորձեցի, որ ավելի լույսին բերեմ, որովհետեւ հանդիմանությունը մեղքի համար այսօր շատ անընդունելի է դարձել։ Մանավանդ երբ որ քեզանից ավելի տարիքով մարդկանց հետ ես հարաբերվում եւ տեսնում ես այդ մեղքը եւ դու միտեղ քո տարիքը թույլ չի տալիս, բայց մյուս կողմից կա Տիրոջ պատվիրան, քանի որ դու մկրտված ես Սուրբ Հոգով եւ Սուրբ Հոգու գործը մեղքը հանդիմանելն է եւ դու չես կարող ուղղակի մեղքը շոյել եւ վրայով անցնել եւ դու պարտավոր ես եւ ես պարտավոր եմ մեղքը հանդիմանելու։ Եվ հանդիմանությունը միշտ ինքը սիրո պտուղ է, հանդիմանությունը ինքը Տերն ասում է, ում որ սիրում եմ, նրան եմ հանդիմանում։ Այսինքն, երբ որ ես տեսնելով քո մեղքերը եւ քո սխալները եւ տեսնելով վտանգը, թե ուր է տանում դա, ես այդ վտանգը տեսնում եմ, բայց դու չես տեսնում եւ ես քեզ խրատում եմ, ես քեզ հանդիմանում եմ, ասում եմ մի գնա այդ ճանապարհով կամ այս բանը մեղք է, քանի որ Տերը սա դատապարտել է եւ դու դա դեռ չես տեսնում։ Դա չի նշանակում, որ ես ուզում եմ ավելի բարձր երևնամ կամ ես ուզում եմ քեզ, ես խելացի եմ, քեզ ուզում եմ խրատեմ։ Ոչ, սա ինքնագնահատականի հետ կապ չունի, որ ինչ որ մեկի հաշվին դու ինքնահաստատվես, օ, ես քեզ իջացնեմ, որ ես բարձրանամ։ Քավ լիցի, սա չի նպատակը, քանի որ Տերը, երբ որ մեղքը հանդիմանեց, չհանդիմանեց, որ մենք մեզ նվաստը զգանք, հանդիմանեց, որ մենք կանգ առնենք, խոստովանենք, հասկանանք ինչի մեջ ենք եւ չշարունակենք այդ ճանապարհը։ Այլ դարձի կամ գնանք մեր հոր մոտ, սա էր նպատակը։ Տեր Հիսուսն եկավ ապաշխարություն քարոզեց եւ սա է մեր ցանկացած Աստծո զավակի քարոզչությունը, ավետարանչությունը, նպատակը ապաշխարություն, որ ով սիրելի մարդ կանգ առնում մեղքը մերժիր եւ ընդունիր Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունը, որ հավիտենական փրկության համար էր քեզ համար։ Եվ ինչու են մարդիկ իմ դիտարկումն է սա, ինչու են մարդիկ քո հանդիմանությանը այսպես ծուռ աչքով նայում, որովհետև քեզանից առաջ շատ հավատացյալների հետ են նստել եւ վեր կացել եւ ոչ մեկ այդ մարդուն չի հանդիմանել։ Եվ երբ որ դու շուրթերդ բացում ես եւ հանդիմանում ես, դու դառնում ես այն ճերմակ ագրավը այդ բոլորների մեջ, այդ բոլոր մարդկանց մեջ եւ դուրս է գալիս, որ այն բոլորը ճիշտ են, դու ես սխալ։ Եվ ինձ համար մեծ ցավ է, որ վերստին ծնված քրիստոնյան շատ հանգիստ կարողանում է մեղքի հետ ընկերություն անի։ Ես մարդունի նկատի չունեմ, մենք բոլորս Տիրոջ շնորհքից ընկած ենք,
Մարդը չէ, բայց մարդու կատարած մեղքը։ Տերն ասեց, ես սիրում եմ մեղավորին, բայց ես ատում եմ մեղքը։ Մենք էլ պիտի սիրենք մեղավոր մարդկանց, բայց ատենք մեղքը եւ հանդիմանենք մեղքը, անկախ նրանից ով է մեր դիմացի մարդը, եւ չնայենք իր ստատուսին, եւ չնայենք իր տարիքին, եւ չնայենք ոչ մի բանին, քանի որ ով էլ որ լինես, կամ դու դատապարտված ես, կամ դու արդարացված ես Քրիստոսի արյունով։ Եվ սա ինձ համար մեծ ցավ է, որ շատ քիչ են հանդիմանում եւ միայն թե այդ մարդուն անհանգստություն չպատճառեն, միայն թե լավ տպավորություն թողնեն, օքեյ, թող վատ տպավորություն ունենա այդ մարդը, բայց վաղը թող փրկություն ունենա։ Որն է կարևոր, որ այդ մարդը ուղղակի իմ վրա լավ կարծիք ունենա, թե այդ մարդը իրապես իր սխալը տեսնի եւ զգաստանա, սթափվի, ասի ճիշտ է ասում ես, մարդը ես մեղքի մեջ եմ, ես կորուստ եմ գնում։ Ճիշտ է ասում ես, մարդը իմ փրկության համար է ասում, ինքը օգուտ չունի, ինքը իր օգուտը արդեն կա, ինքը իր անունը արդեն գրված է երկնքի մեջ։ Ինքը ինձ համար է հոգ տանում, այս հանդիմանությունը ինձ է պետք, ինձ հանդիմանողին պետք չի։ Եվ հանդիմանությունը սա սիրո պտուղ է, սիրելիներ։ Եվ երանի թե ամեն ճշմարիտ քրիստոնյա, որ վերստին ծնունդ ունի, հանդիմանի մեղքը, առանց իր օգուտն ու կորուստը հաշվարկ անելու, թե դիմացի մարդուն եթե հանդիմանի ինչ կկորցնի, ես ասեմ ինչ կկորցնես, այդ մարդու հոգին կկորցնես, եթե չհանդիմանես, եւ այդ մարդու հոգին կշահես, եթե հանդիմանես։ Սիրելիներ, Սուրբ Հոգին եկավ, որպեսզի հանդիմանի մեղքը, ոչ թե որ մեզ նվաստացնի, այլ որ մեզ հանի այդ մեղքից եւ մեզ ցույց տա իրականության մեջ ով ենք մենք Քրիստոսի համար։ Իսկ Քրիստոսի համար մենք այն անգին եւ թանկ մարգարիտն ենք, որ Հիսուս Քրիստոս իր արյունով մեզ գնեց։ Իմացի քո գինը եւ ընդունիր, որ դու մեղավոր ես։ Խոստովանիր Հիսուս Քրիստոսի առջև քո մեղքերը եւ հավատարիմ ու արդար ատերը, որ կների քեզ եւ կփոխադրի իր երկնային արքայությունը։ Եղիր օրհնված։